Դրա մասին եւս երեք առաջ օրը խոսեցին, ասեցին, որ իբր ես շտաբի պետը եւ ղեկավար կազմը ղազագրել են ստորագրել տալի падգամավորների տեխնացուներին։ Դա ոչ միայն հերքում եմ, այլև դատապարտում եմ նրան նման մոտեցումը։ Մենք եզակի կուսակցություններ այս շրջանում, որ հարգելի Ռոբերտ падգամավորի ոչ մի տեխնացուից ոչ մի լումա չի վերցրել։ Ոնց որ մյուս քաղաքական միավորներն են անում, չէ՞, ասենք падգամավորի տեխնացու գրանցելու համար պետք է X դրամ վճարես, անես նվիրատվություն եւ այլն։ Օրենքով չարգելված եղանակը 500,000 անդամների համար էր։ Մեր մոտ ձևավորվեց հետեւյալ սկզբունքը։ Ոչ մի ցենտ մենք չենք վերցնում։ Պարլամենտական երկիրը, կուսակցությունը իր միջոցների եւ մնացածի բանի հաշվին գնում է ընտրության։ Միևնույն ժամանակ դրվեց հետեւյալ խաղի կանոնը ցանկացած падգամավորի տեխնացուի։ Գիտակցում ես, որ գնում ես կուսակցության ցուցակով, գրողը պետք է լինես կուսակցության գաղափարախոսության, անկախ նրանից կուսակցական ես, թե նաեւ օրենք թույլ է տալի անկախ, չէ, ասենք մոտ 30% կարծես թե։ Պետք է դա ընդունես։ Երկրորդը, ԱԺ մտնելուց հետո, եթե դու գաղափարախոսությանը դեմ կլնես պայմանական, մարդ է, կարող է քնել լինի, դեմ լինի։ Ուրեմն պետք է մանդատը վայր դնես։ Իսկ եթե ցանկանում ես, որպեսզի գնաս, այսպես ասած, այլ բլոկ, այլ կուսակցություն, ԱԺՄ-տած, ուրեմն պետք է բանա հատուցես վնաս։ Ինչի դեր մեծ գումար է դրվել, ինչի դա արվեց։ Գնայք, դուք դա առաջարկել եք ձեր տեխնացուներին։ Առաջարկել եմ համաձայնության դեպքում քաղաքական պայմանագիր ստորագրել։ Ասեմ ինչի։ Այ տեսեք մենք երկար Գնայք դատի եք տալու, եթե խախտեն դա։ Ես հիմա կասեմ։ Դուք իմ մտքի թելը նորից կտրում եք։ Ես օգնում եմ ձեզ ավելի լավ ձևակերպել։ Okay։ Նայեք, խնդիրը ինչու մնա կայանում։ Մենք նախադեպեր բազմաթիվ գիտենք, երբ կուսակցությունով մտնում են ազգային ժողով, եւ մեկ էլ առավոտ լույսը չբացված նայում ենք, որ մեկը վաճառվեց։ Ընդունում եք, որ նման բաներ կա։ Այ հիմա ինչ անում Վարդան Ղուկասյանը։ Վարդան Ղուկասյանը իր թիմը ուզում է ռիսկը չեզոքացնի, որ այդ շատը չլինի։ Ավելին, գալով իշխանության եւ ունենալով, այսպես ասած, կոմպետենտ լինելով օրենքներ գրելու, դավաճանությունը պետք է լինի գնդակարություն։ Դավաճանություն ասելով չպետք է հասկանալ ոչ միայն հայրենիքի դավաճանությունը։ Դավաճանություն ասելով նաեւ պետք է հասկանալ նման բարիկադ թռնելը։ Եվ նաեւ վերացվելու է այն նորմը, որ կուսակցությունով անցնող անձը իրավունք ունի ԱԺ-ում բանը փոխելու, փոխելը փոխելու։ Բռնության կոչ արեցիք։ Ուրեմն բռնության կոչ ես դե գնդակարությունը բռնության կոչ չի, պարոն Բաղդասարյան։ Իհարկե ոչ։ Բան չէ։ Եթե մենք մեզ համարում ենք քրիստոնեական երկիր եւ առաջի քրիստոնեությունը ընդունող պետություն, որպես իրավագետ ես հիմա բացատրեմ, որ դա ոչ միայն բռնության կոչ է, այլ նաեւ աստվածային իրավանորմ է։ Ուրեմն Աստվածաշնչում տրվում է բոլոր հարցերի պատասխանները, եւ լրագրողների, եւ իրավագետների, եւ քաղաքագետների։ Թույլ տվեք, ես էլ ասում եմ նա, որ ունենալով կոմպետենցիա օրենքներ գրելու, այսինքն գալով իշխանության, դուք առաջարկելու եք։ Ոչ միայն առաջարկելու եմ, լինելու եմ ջատագովը, որպեսզի հայրենիքի դավաճանություն լինի գնդակարություն։ Այ մինչև վերջ որ 1 րոպե, լսեք, ես կփորձեմ նաեւ ասեմ, որ դա նաեւ Աստվածաշնչյան իրավանորմ է։ Նայեք, Աստվածաշնչով բազմաթիվ մեղքերի տարբերակները, թե ինչպես պետք է պատասխանատվություն կրեն, դա կա։ Նաև դավաճանության հետ կապված Հուդայի օրինակով Հիսուսը ցույց տվեց, որ դավաճանությունը ենթակա է մահվան դատապարտման։ Կարողանում եմ բացատրել, որպես իրավաբան եմ բացատրում։ Մնացած բոլոր հանցագործությունների տարբերակները, ճանապարհները Հիսուսը ցույց է տվել։ Դավաճանությունը մենք ինչ ենք այսօր վատապում, ամեն քայլի դավաճանում ենք, ամեն քայլի դավաճանում ենք։ Եւ դա է պատճառը, որ պետքա տոտալ օրենքի դիկտատուրայի ուժով տոտալ քաղաքականություն տարվի։ Դավաճանը տեղ չպետք է ունենա բնության եւ շրջապատի։ Գնայք դուք այդ առաջարկով պայմանագրի ուզում եք կանխել ձեր քաղաքական ուժից արտահոսքը, ճիշտ է։ Միանշանակ իհարկե։ Դե տեսակ ինչ լավ հարց է տալիս պարոն Բաղդասարյան։ Եթե ես այդ հարցը չտայի, դուք որտեղից եք ներկայացնելու, Բայց ես ներկայացրեցի պատճառը որն էր։ Հա, դե Այո, այսինքն կառավարելիության խնդիր չի լինի կուսակցության, թե падգամավորը կարող է ասել, գիտեք ինչ, ես իմ խղճով եմ առաջնորդվում, մանդատից միայն ես կարող եմ հրաժարվել, այ ոնց եք դուք պարտավորեցնելու նրան մանդատից հրաժարվել։ Ես ասեցի, քաղաքական պայմանագիր է կնքվել, քաղաքացուն առաջարկվել է հետևյալ խաղի կանոնը։ Պայմանագիրը ինչ է։ Պայմանագիրը դա լոկալ իրավական ակտ է եւ իրավունք պարտականություններ է սահմանում։ Քաղաքացուն առաջարկվել է կամ քաղաքացին առաջարկել падգամավորության տեխնացու։ Քաղաքացուն ասվել է, որ գնում ենք, սա մեծամասնական չի, սա կուսակցական ցուցակով գնում ենք ընտրությունների։ Ընդունում ես
կուսակցության գաղափարախոսություն, ասում է այո, ասում ենք հետագային որ մտնես падգամավոր դառնաս չընդունես, մանդատը պետքա վայր դնես, օրենքը թույլ է տալու, մանդատը վայր դնել։ Բայց եթե կասես ես ազատ եմ, բայց այն տակը լիքը բաներ կա, մենք նախադեպերը գիտենք, վաճառվելը, վախացնելը, չգիտեմ ինչը, բայց եթե պետքա դու բարիկադից բարիկադ թռնես, ուրեմն պետքա բանա փոխհատուցես վնաս։ Այսքան եք բան։ Բավականին մեծ, մի քանի տասնյակ զրոներով, այդպես ասեմ, դա նայեն ռիսկը չեզոքացնելու եւ դիմացինին դնելու, որ եթե դու ընդունելով կուսակցության գաղափարախոսությունը 1 ցենտ դու չես վճարում, որպեսզի ինչ-որ նվիրատվություն անես եւ այլն։ Արգելված, ողեկի արգելված է։ Ես նաեւ դրան կանդրադառնամ քիչ հետո, հա, այս միտքս ավարտեմ։ Եվ դրանից հետո եթե դու ցանկանում ես ճամբարափոխ լինես, մենք այդ նախադեպ ուզում ենք դնենք, որպեսզի Վարդան Ղուկասյանը ինչ-որ հայտարարել է, իր թիմով կարողանա իրականացնի։ Եվ այսօր ունկնդիրը թող իր գնահատականը տա, թե դա ինչի համար է արվում։ Երեք հայտարարությունը նայում ասում Ղազագիր են ստորագրել տալի։ Ղազագիրը դա չի։ Ղազագիրը նա կլներ, որ մարդուն ցուցակով, կուսակցության ցուցակով մարդը հասներ ազգային ժողով եւ գիշերվա մեջ ճամբարափոխ լինեն։ Այ Ղազագիրը դա կլներ։ Այս երկու օրը համացանցով պատտվում է, որ ես իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանս, Նիկոլի Մարտն եմ եւ Սերժի Մարտն եմ։ Նաեւ ասում եմ, որ իմ տղայի հարսանիքին ներկայ է եղել Սերժ Սարգսյանը, ով այն ժամանակ երրորդ նախագահն էր։ Գիտեք, նորից եմ ասում, իմունիտետս բավականին բարձր է, եւ եթե ասում են, որ իմ տղայի հարսանիքին Սերժ Սարգսյանն է եղել, ապա ինչու չեն ասում, թե նաեւ ովքեր են եղել։ Այսինքն ընդհանրապես պետք է հասկանալ, գիտակցել, որ ես իրավապաշտպան եմ եւ այդ իրավապաշտպան տարիների արդյունքում նաեւ ձեռք եմ բերել մարդկանց, ընկերների, մտերիմների, հա, եթե Սերժ Սարգսյանը իրականում եղել է իմ տղայի հարսանիքին, ապա եղել է նաեւ Պարուլ Հայրիկյանը, ապա եղել է նաեւ Ղրիմի այսօրվա նահանգապետը, ապա եղել են ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ընդհանուր տղայիս հարսանիքի քավորը եղել է Ամերիկայի քաղաքացի լեգենդար հրամանատար Իրաքյան պատերազմի ժամանակ։ Դա ինչ է խոսում։ Դա խոսում է, որ Բաղդասարյան Լևոնը ունի կենսագրություն, եւ այդ կենսագրության մեջ ձեռք է բերել շրջապատ։ Եվ այո, գիտեք, ես երազում եմ, որ գային օրը, որ տարբեր գաղափարական մտածողություն ունեցող անձիկ պետական շահը գերադասեն։ Մենք ինչ ենք այսօր տեսնում։ Այսօր տեսնում ենք կուսակցության ամբիցիա, անատի ամբիցիա։ Այո, Վարդան Ղուկասյանը եւ իր թիմը գալիա վերացնելիա, լավ իմաստով եմ ասում, տոտալ ձևով քանդելու է այդ ամբիցիաները։ Պետք է լինի պետական գերակա շահ։ Իսկ այն բոլոր ասողներին, որ ժողովրդին իբր ուզում են ցույց տան, որ ես Նիկոլի Մարտն եմ, Նիկոլի հետ կապված էսա մի օրինակ կբերեմ, եւ Սերժի Մարտն եմ, կամ վաղը չգիտեմ ում Մարտն են, թող մի հատ նայեն կենսագրությունը իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանի։ Եվ եթե ասում են, որ երկրի նախագահան եղել է տղայի հարսանիքին, թող նաև տեսնեն, թե այն հյուրերը ովքեր են եղել։ Եզակի հարսանիք է եղել, որտեղ պոզիցիան եւ օպոզիցիան իրար հետ համատեղ փոքր երկիր է, բայց պարոն Բաղդասարյան, բոլորն էլ կարող են լինել հիմա։ Դա շարի օրինակ կարծում եմ, էլի քաղաքական։ Չէ, ուզում են ցույց տան, որ Վարդան Ղուկասյանը, նաև Վարդան Ղուկասյանի պահով են ասում Նիկոլի Մարտան։ Նիկոլի հետ կապված, ուրեմն նայեք։ Եվ դրանով ավարտենք։ Եվ սրանով ավարտենք, կարևոր բան եմ ասում։ Անկախ նրանից ով է տվյալ անձը, սրբացնում են, տականք են սարքում, թե հետո ինչ են անում, հա, դա նաև աստվածաշնչյան իրավանորմա, Պորնիկի օրինակ հիշեք Հիսուսը Իզևի արտահայտվեց, հա։ Երբ խախտվում է անձի առավել եւս անձի երեխայի իրավունքը, Բաղդասարյան Լևոնի համար տարբերություն չկա, այդ անձը ով է, հա։ Եվ նաև մարդը նաև եկեք արձանագրենք բարձրագույն արժեք է։ 18 թվականին Նիկոլին սրբացնում են, հիշեք առաջի անգամ Նիկոլ Փաշինյանին հրապարակայինով է քննադատել իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանը Մանվել Գրիգորյանի գործով, հիշեցնեմ։ Առաջի մարդը 100+ էր պարոն Փաշինյանի ռեյտինգը եւ բարձրաձայնեցի, որ բա ինչով է տարբերվում նախկիններից, եթե տոտալ ձևի խոշտանգում է իրականացում մարդու նկատմամբ կամ անմեղության կանխավարկածա խախտում։ Դա իմ տեսակն է։ Ուրեմն անցյալ տարի կարծես թե ցեղասպանության հուշահամալիր գնում է Նիկոլ Փաշինյանի կինը եւ աղջիկը։ Աղջիկը երևի 4-5 տարեկան։ Այմ այս խոսում եմ ու իմ մոտ առաջանում է նորից որոշակի էմոցիա։ Ուրեմն աղջիկա ներկայությամբ, չգիտեմ ինչ խոսքեր ասեցին Աննա Հակոբյանին։ Աղջիկը աշկերը լսրեց։ Եվ ինչ է պատկերացնում, Բաղդասարյան Լևոնը պետք է մտածի, որ հեսա պաշտպանելու է այդ խախտված իրավունքը, իրան պետք է ասեն Նիկոլի Մարտն է։ Երևույթն եմ ուզում ասեմ։ Եվ իրականում գալու ենք իշխանության, Աստծով,
Եվ այդ իշխանության գալուց հետո առաջի խնդիրը լինելու է այս ինտրիգները վերացնելը, դավաճանությունը այո մահապատիժ սարքելը միանշանակ։ Եվ մենք միասնաբար, բացառապես միասնաբար կառուցել ենք արևային Հայաստանը։ Պատրաստ ենք, ավարտեմ շատ կարճ։ Պատրաստ ենք բոլոր այդ համագործակցելուց, բացի ներկաներից եւ նախկիններից, քանի չեն ապաշխարել։ Ես կարծում եմ մենք էլի հնարավորություն կունենանք ձեզ եւ ձեր թիմակիցներին հյուրընկալելու, արդեն ընտրարշավը սկսվում է, պարոն Բաղդասարյան, շնորհակալություն, որ եկաք Factor TV։ Հարգելի հեռուստադիտողներ, հյուրընկալել ենք դուք կուսակցության շտաբի պետ, փաստաբան Լևոն Բաղդասարյանին։